Կայացեք։ Սոնա Հայրապետյան, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համախոհ անդամներից եւ այս բանը այսքանը։ Ինչը ձեզ բերեց այս քաղաքական միավորում, որ գաղափարները հատկապես ձեզ գրավեցին, որ դարձաք համախոհը։ Նախ ես պարոն Թաթյանի հետ հիմնադրամի համահիմնադիր աշխատել եմ նաև այնտեղ եւ մինչ այս պահը հանդիսանում եմ քաղաքական նախաձեռնության եւ մտավոր եւ համախոհ անդամներից, այսինքն եւ գաղափարական բոլոր հայացքներն եմ կիսում եւ այն բոլոր նպատակները, որ մեր առջև մենք դրել ենք մեր աշխատանքով հասնելու համար։ Տիկին Հայրապետյան, այս ընթացքում Միասնության թևերը շրջել է մարզերում, շոշափել է որոշակի հանրային տրամադրությունները, ձեր կարծիքով ինչ պատկեր է այս պահին ձևավորված, արդյոք Միասնության թևերը տոկոսային, եթե այսպես կանխատեսումներ կան, ասեք թե քանի տոկոս ձայն կհավաքի այս պահի դրությամբ։ Շնորհակալություն։ Նախ մենք փաստավակ աշխատանքներ պարոն Թաթյանի հետ անձամբ ես մասնակցում եմ 2021 թվականից սկսած եւ այս բոլոր տարիների ընթացքում բոլոր մարզերում պարոն Թաթյանի հետ գրեթե բոլոր տեղերում եղել եմ եւ բոլոր եւ հանդիպումների ժամանակ սկսած 21 թվականից մինչ այսօր մարդիկ մեր հանրությունը եւ մեր հայրենակիցները պարոն Թաթյանին միշտ ընդունել են սրտաբաց, գրկաբաց եւ համակ ուշադրությամբ լսել են թե իր առաջարկները, թե իր մտահոգությունները եւ այդ նույն սկզբունքով եւ մենք ենք փաստահավաք աշխատանք արել, փորձելով այդ խնդիրները լուծել եւ մենք ենք հասկացել եւ այդ տրամադրությունները վերլուծել ու մարդկանց խնդիրները մեզ համար նպատակ եւ գործողություն որդեգրել, որպեսզի մենք դրանք լուծենք։ Իսկ թե ինչպիսի քաղաքական տոկոսային հարաբերության մասին է խոսքը, դա առաջիկայում բարձ կլինի, բայց այն, որ այս պահին մեր հայրենակիցները բավականին մեծ խանդավառությամբ մեզ ընդունում են բոլոր համայնքներում, Հայաստանի սահմանամերձ բոլոր բնակավայրերում եւ խոշոր քաղաքներում, դա պարզապես փաստ է։ Տեսեք, այս օրերին շատ է խոսում ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտության մասին, այդ թվում նաեւ երեք Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց այդ մասին, ասելով, որ այս պահին ամենամեծ կոնսոլիդացիան կարող է տեղ ունենալ Սամվել Կարապետյանի անձի շուրջ, այսինքն մտավախություն կա, որ ընդդիմադիրները առանձին մասնակցելով հնարավոր է չկարողանան հասնել այն եւ ձայների փոշիացման կտանեն։ Այդ մտավախությունները եւ հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը հնարավոր է նաեւ անհրաժեշտություն առաջանա ձեր քաղաքական միավորը եւս նման կերպ հանդես գա։ Տեսեք, պարոն Թաթյանը ի սկզբանե հայտարարել էր, որ մենք բաց ենք բոլոր առաջարկների, համագործակցությունների եւ նախաձեռնությունների համար։ Բոլորիս համար ուղենիշայինը պարոն Թաթյանի տվյալ մամուլի ասուլիսները եւ հայտարարություններն են։ Այնպես որ որպես ձեզ համար ուղենիշային պատասխան խնդրում եմ դիտարկել պարոն Թաթյանի ասուլիսը, հայտարարությունները եւ մինչ այժմ, մինչ այսօր արված բոլոր առաջարկներն ու մնացած գաղափարները։ Հաշվի առնելով պարոն Թաթոյանի այն հայտարարությունը, որը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ընդդիմադիր դաշտում, երբ որ ասաց, որ նախկին նախագահները լավ կանեն, որ չառաջադրվեն, որովհետև դրանով նպաստելու են Փաշինյանի վերարտադրությանը, այս հայտարարությունը հաշվի առնելով ինչքանով է հնարավոր ընդդիմադիր դաշտի համախմբում, այսինքն դուք տեսնում եք այդ հնարավորությունը հաշվի առնելով այդ հայտարարությունը։ Անկախ ամեն ինչից բոլորիս նպատակը մեկ, այսպես ասած մեկն է, հնարավորինս բարին անել մեր հայրենիքի համար եւ հնարավորինս գնալ դեպի մեր առջև դրված խնդիրների լուծումը։ Եվ եթե այդ բոլորը իրենից ենթադրում է կոնսոլիդացիա բոլոր համընդհանուր ուժերի համար, մեր նախաձեռնությունը հայտարարել է, որ մենք գաղափարապես բաց ենք բոլորի հետ համագործակցության համար։ Իսկ մնացած բոլոր հարցերի դեպքում պարոն Թաթյանը հստակ եւ բավականին ուղենշված տվել է բոլոր պատասխանները, իսկ մնացածները ժամանակը ցույց կտա։ Շնորհակալություն։